Մանչարյանը, պան Մանչարյան նախաբան դեր խոսքը լսենք։ Եվ ինձ առաջարկեցին հանդիպումը լրագրողների հետ այս ակումբում և թեման էին հարցնում, ես թեման ասացի Միացյալ Նահանգների դեսպանի մի հայտարարության շուրջ, ինչն է դրա պատճառը փոքր բարձաբանում, հետո ինչ հարցի վերաբերյալ, իսկ հետո արդեն կլսեմ ձեր հարցերը ցանկացած թեմաներով, այդ թվում նաև Ամերիկայից և նրա դեսպանից շատ ավելի տևում հարցերի շուրջ։ Եվ այսպես, վերջի ժամանակներին Հայաստանում կարծես թե արդեն բոլորի համար ակնհայտ է, որ մենք գտնվում ենք արտաքին կառավարման ներքո, և այդ խնդրի հաղթահարումը, այսինքն մեր գործերի ինչ-որ չափով մեր կողմից տնօրինումը դարձել է կենսական հարց։ Բոլորը մտածում են ոնց անենք, որ այս արտաքին կառավարման պայմաններում մի քիչ գոնե մեր գործերին մենք էլ խառնվենք։ Որովհետև այնպես ինչպես տանում են մեր գործերը արտաքին կառավարիչները, կարծես թե այնքան էլ լավ չի ընթանում մեզ համար, և սկսել ենք հասկանալ, որ ուրեմն պետք է փորձենք ինքներս կառավարենք։ Եվ այսպես հիմնական թիրախը ամեն այդպես արտաքին կառավարման ժամանակակից համակարգերի համար, ուրեմն հիմնական թիրախը երկրների պետական և քաղաքական համակարգերն են։ Այսինքն առաջի հերթին նրանք են պարալիզացվում և նրանք ի վիճակի չեն կատարել իրենց անմիջական պարտքը, կառավարեն երկրի գործերը, տնօրինեն այդ գործերը։ Եվ այդ պատճառով ուրեմն ամբողջ հասարակությունը, բնակչությունը պետք է մտածի այդ իրավիճակում ինչ անի, որ իր գործերը կառավարի։ Սրանից 150 տարի առաջ մեծն Մահատմա Գանդին ուրեմն տվեց այդ հարցի պատասխանը, անգլիական օկուպացիայի պայմաններում ստեղծեց հնդկական ազգային կոնգրեսը և ասաց, որ այդ կոնգրեսը հնդիկ ժողովրդի ինքնակառավարման համակարգն է անգլիական օկուպացիայի պայմաններում։ Բայց այսօր իրավիճակները միշտ փոխվել են, արդեն զորքեր օկուպացնող և այլը չկան, բայց շատ ավելի խիստ օկուպացիայի դեպքեր են, որովհետև օկուպացվում է մարդկանց միտքն ու հոգին։ Հնդկաստանում զորք կար, արտաքին օկուպացիա կար, բայց մարդկանց միտքն ու հոգին ազատ էր, հնդկական էր։ Հայաստանում այդպես չի, մեր միտքն ու հոգին թողել ենք մի կողմ, այն ինչ որ մեզ բնորոշ է, ինչ որ արհեստական մտքեր վերցել ենք և դրանով գործում ենք։ Հիմա այս իրավիճակում ոնց կարող ենք տնօրինել գործերը, դառնում է հարցերի հարցը։ Եվ այսպես հիմա քանի որ քննարկումը գնում է ինչպես դա անել, ես մի օրինակով կփորձեմ ցույց տալ այդ ձևերից մեկը։ Օգոստոսի 30-ին սույն թվականի հարգարժան Միացյալ Նահանգների նույնքան հարգարժան դեսպանը հայտարարեց լրագիր AM-ի տված հարցազրույցում, որ Ամերիկան ամեն ինչով նպաստելու է, որ Հայաստանում ստեղծվի գիտելիքահեն տնտեսություն։ Այսինքն նրա խոսքը մեր հոգու խորքից էր բխում, մենք իրոք գիտենք, որ մեր ազգը այն ազգն է, որը միշտ մանը գալիս որոնում է ուրեմն կրթություն, գիտություն, և դա շատ կարևոր է, և եթե մեր տնտեսությունը իրոք այդպիսին պետք է լինի, ուրեմն մի կողմից դա օգնելու է մեզ հաղթահարել բոլոր այն պրոբլեմները, որ ունենք, մյուս կողմից տնտեսության մեջ, մյուս կողմից մեր նկարագրին լրիվ համապատասխան է, որտեղ շատերը դուք գիտեք Հայաստանից այսօր մեկնում են երեխաներին պատշաճ կրթություն տալու համար։ Դա ֆունդամենտալ հարցերից մեկն է, և եթե մենք կարողանում ենք ուրեմն ունենալ այդպիսի տնտեսություն, ուրեմն երեխան էլ պետք է համապատասխան գիտելիք ստանա, հետևաբար կարծես թե ամեն ինչ հոյակապ է։ Բայց եթե դեսպանը ուրեմն նույն լրագիր AM կայքում նայր 10 օր առաջ զետեղված մինյութի և հետո 10 օր հետո, նա կտեսներ հետևյալ բան, որ այն ադմինիստրացիան, որը ես կառավարություն չեմ անվանում, որտեղ կառավարություն դա անկախ պետության համակարգերն են, ուրեմն այն ադմինիստրացիան, որը տնօրինում է Հայաստանի գործերը, հիմնականում Միացյալ Նահանգների իշխանությունների այսպես վերահսկողության և թելադրանքի ներքո, որոշել է փակել Ապարանի ֆիզմատ դպրոցը։ Ուրեմն մի կողմից մենք պետք է գիտելիքահեն տեսություն ստեղծենք, IT տեխնոլոգիաների մասին է անդադար խոսակցությունը և Միացյալ Նահանգները ինչպես են դա նպաստում, որ զարգանա, մյուս կողմից փակվում է ֆիզմատ դպրոց։ Ես ասացի, ուշադիր եղեք խնդրում, ասեցի ադմինիստրացիան, ասեցի Հայաստանը տնօրինող ադմինիստրացիան, որը դուք անվանում եք Հայաստանի կառավարություն, Միացյալ Նահանգները անվանում են Հայաստանը տնօրինող ադմինիստրացիա, ներքին խոսակցությունների ժամանակ։ Եվ այսպես, ուրեմն
հարց է ծագում, ուրեմն ինչու է այդ բանը տեղի ունեցել, որովհետև եթե Միացյալ Նահանգները որոշում են մի ինչ-որ ծրագիր այստեղ անցկացնել, կա ստանդարտ տեխնոլոգիա, ասենք թե նրանք ստեղծում են համապատասխան ծիգը, այդ ծիգը ստեղծում է ծրագրերի իրագործման գրասենյակ, այդ ծրագրերի իրագործման գրասենյակը ստեղծում է ծրագիրը, ամբողջ բազան, ուրեմն օրենսդիր դրա տակ ստեղծում է, եւ դրանից հետո մնում է, որ այդ ադմինիստրացիան հստակ այդ բաները կատարի։ Ծիգերի ֆինանսավորումը գնում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից եւ գործընթացը շեղումներ համավրա թույլ չի տալիս։ Հստակ կատարվում է։ Հետևաբար երկուսից մեկը, կամ այս անգամ Միացյալ Նահանգների կառավարությունը եւ դեսպանատունը թերացել են, կամ սա ուղղակի պոպուլիստական հայտարարություն է ընտրությունների նախօրյակին, փորձելով ամրապնդել սեփական այսպես հովանու ներքո գործող քաղաքական ուժերի, պետական այրերի դիրքը, մինչդեռ իրական քայլեր չեն կատարվելու։ Ուրեմն այս հարցը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որտեղ եթե մենք կարողանանք Միացյալ Նահանգների հետ կառուցենք այնպիսի հարաբերություններ, որ նրանք նպաստեն այդ տեխնոլոգիաների զարգացմանը, ապա մենք կունենանք բարձրակարգ կրթություն, մենք ամեն մի շրջանում կունենանք ֆիզմատ դպրոց, որպես նախկինում ուսուցչությամբ զբաղվող անձ, պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ եղել 10 տարի, ինչպես ոմանք ձեզնից գիտեն, ուրեմն ես կարող եմ ասել, որ ֆիզմատ ունակությունները մեր ուրեմն երեխաների շատ բարձր է։ Այսինքն դպրոցի, միջին դասարանի 80% երեխաների կարող է լինել միջին կարգի եւ ավելի բարձր ծրագրավորող։ Իսկ դա նշանակում է այսօրվա աշխատում $4,000-5,000 միայն աշխատավարձ։ Եվ եթե դուք պարզ թվաբանական հաշվարկներ անեք, դուք կհասկանաք ինչ է նշանակում այդպիսի տնտեսություն։ Դուք կհասկանաք, թե ուրեմն ինչ է նշանակում միջավայր, որտեղ ուրեմն այդպիսի մարդիկ են, այդպիսի տեխնոլոգիաներ զբաղվում։ Հետևաբար մեզ համար կենսական նշանակություն է, որ ուրեմն Միացյալ Նահանգները ասածը կատարեն։ Ինչպես իմ բարեկամ Արամ Զավենիսակյանն է ասում, ձեռք տվեցիր քայլիր, այսինքն շախմատի տերմիններից է։ Եվ այսպես եթե հայտարարված է այդ բանը, ուրեմն պետք է սպասենք եւ պետք է կարողանանք հարցնել։ Առաջերտին մեր հասարակությունը հիմա պետք է դիմի հարցերով։ Այս ամենը լուրջ է, դուք իրոք մտադիր եք այդ բանը անել։ Դա հասցնելու եք բարձր մակարդակի, այնպիսին, որ մենք ունենանք ուրեմն այդ բնակավարի զարգացում, որտեղ այդ բնակավարը կարող է աշխատել Միացյալ Նահանգները պատվիրատուներից մեկն է։ Բայց եթե Միացյալ Նահանգները զուտ խոսել են, ապա միգուցե դեսպանը մեզ խորհուրդ տա գործ ունենալ Գերմանիայի եւ Չինաստանի կառավարությունների հետ այդ հարցում կամ պետությունների, որոնք նույնպես հսկայական ուրեմն պահանջ ունեն բարձրակարգ ծրագրավորողների եւ նրանք այդ գիծը, հոսքը, դպրոց ուրեմն բուխ եւ հետո ուրեմն կենտրոն ծրագրավորող նրանք կարողանան ինքնուրույն ապահովել։ Պարոն Անչյան, խնդրենք անդրադառնալ մի փոքր այս Հեֆյատի հայտարարության Օսկայանի գործի հետ կապված մոտենանք, հա, մի քիչ ավելի ռեալ։ Ես հիշում եմ, ես միշտ հիշում եմ, որ մեզ համար ռեալ խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք վերաբերում են նրան, թե ով է մեզ կողոպտելու, որովհետև մենք ուրիշ խոսակցություններ ի վիճակի չենք վարել, բայց քանի որ պետք է տուրք տանք մեր այդ հասարակական այն, ուրեմն Օսկանյանի վերաբերյալ։ Ես չեմ գտնում, որ Միացյալ Նահանգները իզորու չեն այստեղ լուծել որևէ մի անձի ուրեմն քրեական հետապնդման կամ չհետապնդման հարց։ Հետևաբար, եթե Հայաստանում որևէ մեկին քրեական առումով հետապնդում են, ուրեմն Միացյալ Նահանգները դրան դեմ չեն։ Հետևաբար պետք է մտածել, ինչու նրանք դեմ չեն այդ բանին։ Մենք ընկել ենք, չգիտես որտեղ, ինչից ենք մտածում, խոսքերին չենք հավատում միայն մեր քաղաքական եւ պետական գործիչների։ Մինչդեռ նրանք ընդամենը թույլիկ աշակերտներ են։ Նրանց սովորացնում են աշխարհի հզորները։ Իսկ նրանք կարողանում են այնպիսի տարածություն ստեղծեն ուրեմն խոսքի եւ գործի միջև, որ դրանց մեջ որևէ կապ չլինի, որ դրանք բացարձակ հակառակ լինեն միմյանց, բայց ամբողջ հասարակությունը գիտակցի, որ նրանց խոսքն ու գործը նույնն են։ Այսպիսով, ինչի է հետապնդվում պարոն Օսկանյանը։ Բանն այն է, որ Հայաստանի համար պայքար է մղվում։ Հայաստանը շատ կարևոր տեղ է քարտեզի վրա, որտեղ մի հատ միջանցք կա, եվրասիական կարևորագույն կովկասյան միջանցքը, ով այդտեղ տնօրենն է, նա շատ բան տնօրինում է։ Եվ հիմա այդ կռվի մեջ այս երկիրը շատ կարևոր կոմպոնենտներից մեկն է, որին պետք է տիրանալ։ Իսկ հիմա լծակներից մեկի համար մարտեր են ծավալվելու։ Լծակը կոչվում է, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ուրեմն այդ լծակի համար պայքար է գնալու այդ ուժերի միջև։
Ամեն մեկը փորձում է իր դերքերը ուժեղացնել։ Վերջերս շատ խայտարակ ձևով կատաղած է Ռուսաստանը։ Նրան թվում է, որ այն հարազատ լծակը, որ նա կարծում էր, թե իր այսպես պապենական գծով եկած մի ժառանգություն է, հիմա իր ձեռքից փորձում են տանել։ Գնալով ավելի շատ է կասկածում, մեղադրում է ում ասես, բայցի ինքը իրենից։ Եվ այս իրավիճակում, երբ որ այդպիսի մեծ կատաղություն կա, նա ունակ է ցանկացած գործողությունների։ Եվ այդ պատճառով Միացյալ Նահանգները փորձում են այսպես փոքր հարվածներով չեզոքացնել Ռուսաստանի հնարավորությունները մեծ աղմուկ բարձրացնելու Հայաստանում։ Աղմուկ բարձրացնելու համար պետք է գործիք։ Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի հայտարարված գործիքը, ինչքանով է դա համապատասխան իրականությանը մի կողմ դնենք, բայց Ռուսաստանի համար հայտարարված գործիքը դա Բարգավաճ Հայաստանն է։ Եվ այդ գործիքին բերել մի վիճակի, դուք պատկերացրեք մի իրավիճակ։ Կուսակցության երկրորդ դեմքը, որը պաշտպանված է կարծես Միացյալ Նահանգների նավատորմով, գոնե նավատորմում ծառայող մորմոնների կողմից, եւ մյուս կողմից Ռուսաստանի, ուրեմն Բարգավաճ Հայաստանի տրամադրության տակ եղավ, ուրեմն հրթիռամիջուկային ամբողջ պոտենցիալով, մեկ էլ քրեական գործ է հավորցում Հայաստանի ադմինիստրացիան։ Եվ այդ մարդը հայտնվում է հետապնդման տակ։ Դուք պատկերացրեք, այնտեղ նույն պահին չքվում է առաջի դեմքը։ Եվ ինչ է կատարում երրորդից մինչև 100-րդ դեմքի հետ այդ կուսակցության։ Չէ՞ որ այնտեղ մարդիկ են, որոնք ձեզ նման շատ պրագմատիկ են մտածում։ Այսինքն պրագմատիկ են այդ մարդիկ են, որ կամ փող են ստեղծել, կամ հանցագործություն են կատարել, կամ փող են ստեղծել հանցագործություն կատարել, հանցագործություն կատարել են փողի համար, եւ կամ եղել են պետական ապարատում։ Մարդկանց այս տիպը միանգամից ամեն մի չնչին ազդանշան ընկալում է։ Ինչպես ընկալեց։ Ուրեմն բոլոր աշխարհի նավատորմերով պաշտպանված դեմքը հայտնվեց հետապնդման տակ։ Ուրեմն ինչ հետ ինչ կլինի, որ սկի ոչ թե նավատորմ, մի նավակ էլ չկա ինձ պաշտպանող։ Հետևաբար սուսուփուս, խելոք, հանգիստ, հանգած եթե քերին ասի, ադմինիստրացիայի քերին, ասի խելոք մնացեք, բոլորը պետք է խելոք մնան։ Այս խնդիրն է լուծվում հիմա Հայաստանում։ Չեզոքացվում է Ռուսաստանի սիրելի զենքը։ Բայց Ռուսաստանին իհարկե հասնում է այդպիսի բաներ, որտեղ զենք ստեղծելուց պետք է մտածի ինչից է ստեղծում։ Կալաշնիկովի ավտոմատը չի փորձում թղթից ստեղծի։ Ես նկատում եմ Միացյալ Նահանգների դոլարը, որտեղ գիտի, որ այդ դոլարով կրակելը դժվար է։ Ուրիշ բաներ կարող ես անել, բայց մնացած ամեն ինչ ինչ ստեղծում է Հայաստանից, ամերիկյան դոլարով է ստեղծում։ Տպող սարքն իր երկրում չի։ Այս հարցերն են լուծվում Վարդան Օսկանյանի հետ կապված։ Կապված Օսկանյանի ուզում շարունակել վերջին հարցազրույցում Օսկանյանը ակնհայտ ակնարկներ էր արել իր նախագահի տեխնատու դառնալու հավակնությունների մասին։ Դուք տեսնում եք Վարդան Օսկանյանի նախագահի տեխնատու։ Ես կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի դուք ուղղեք Միացյալ Նահանգների դեսպանին, միգուցե Ռուսաստանի դեսպանին, նրանք համատեղ ջանքերով ձեզ կասեն, տեսնում են Վարդան Օսկանյանին այդտեղ, թե չեն տեսնում, որտեղ Վարդան Օսկանյանը հիմա մի ուրիշ ֆունկցիա է կատարում։ Նրանով վախեցնում են եւ չեզոքացնում են ռուսական համակարգը։ Այդ վախեցնելուց հետո արդյոք ուրիշ ինչ ֆունկցիայի համար նա պետք կգա։ Նախագահի տեխնացու լինել, տարապյալ, ուրեմն բանտարկյալ լինել կամ ուրիշ ֆունկցիայի համար դա նրանք կորոշեն։ Կարելի է։ Դուք նշեցիք, որ չեք գտնում, որ այն ամենանիվ դեսպանը կկարողանա այս գործընթացին խառնվել եւ իրավական հարցերը ինչ որ գործընթացին Օսկանյանի թե դպրոցի։ Չէ, Օսկանյանի։ Երկրորդ մենք խոսում ենք երկրորդական հարցերից, դպրոցներից չենք խոսում։ Խոսում ենք առաջնահերթ հարցերից։ Կներեք ես։ Եթե այդ դեպքում չեք գտնում, որ դեսպանը կարող է միջամտել եւ ինչ որ ձևով հարցին լուծում տալ իրենց ուզած ձևով, այդ դեպքում հայտարարության նպատակը ո՞րն է, ինչ է ուզում։ Ես ասեցի չեմ գտնում, ես ասեցի, որ չեմ գտնում, որ Միացյալ Նահանգների դեսպանը մի որևէ հարց Հայաստանում ուզենա լուծել եւ չկարողանա։ Ես տենց բան չեմ պատկերացնում։ Լավ, կներեք երևի։ Վանուչարյան կարելի է հասկանալ, որ Օսկանյանը Ես նոր պատասխանեցի այդ հարցին, ասեցի այդ հարցը ուղղեք։ Երկիրայում ուրեմն անդրադառնանք հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի դեսպանի Կովալենկոյի հնչեցրած հայտարարություններին, որոնք կապված են հիմնականում համերկրացիների ծրագրի հետ, մեր երկրում գոյություն ունեցող, եւ այդ
ծրագրի հետ կապված նա ասաց, որ դա կապված է հիմնականում ձեր երկրի ձախողված տնտեսական քաղաքականության հետ, այսինքն նա մեր երկրի տնտեսական քաղաքականությունը շատ ցածր որակից եւ այլն մի խոսքով, ինչ է կարծում ես վերջին ժամանակներս թե Ամերիկայի դեսպանի, թե Ռուսաստանի հետ հայտարարությունները ինչ որ ազատություններ շատ թույլ չեն տալի իրենց եւ իրենց հյուրընկալ երկրում եւ մեր երկրի կառավարության կողմից ոչ մի արձագանքի չեն արձանանում, այսինքն ինչ է դա կապված, ինչ են լուր կուլ տանում այն ամենը, ինչ շփացնում են իրենց երեխաներին։ Ուրեմն եկեք մեր մի հատ համեստ դիրքը չմոռանանք, իսկ հետո կանդրադառնանք նրանց անհամեստ դիրքին։ Ուրեմն այսպես է, մենք ուզում ենք, որ մեզ կերակրեն ուրիշները։ Մենք ուզում ենք, որ մեր պաշտպանությունը ապահովեն ուրիշները, բայց մենք ուզում ենք, որ նրանք մեզ հետ բոլոր հարցերում հաշվի նստեն, ասեն՝ հայեր, դուք ձեզ կերակրել չգիտեք, ձեզ պաշտպանել չգիտեք, ձեր դպրոցը պահել չգիտեք, ոչինչ չգիտեք, բայց մեզ ասեք, մենք ինչ իրավունք ունենք այստեղ անելու։ Ուրեմն մեր վիճակը հիմա այդ է եւ շատ ավելի վատն է մեր վիճակը։ Եվ եթե դեսպանները սկի լայաղել չանեն մեզ հետ խոսելու, այլ քարտուղարուների միջոցով շփվեն, շատ ավելի ճիշտ կլինի։ Սա մի կողմն է հարցի։ Հիմա մյուս կողմը։ Այստեղ առաջացած վիճակը ոչ թե Հայաստանի տնտեսական քաղաքականության տապալման մասին է խոսում միայն, դրա մասին է խոսում։ Հայաստանը, այսինքն նրա ժողովուրդը չկարողացավ ճիշտ ձևով տնօրինել իր երկրի ճակատագիրը եւ այսօր դեգերում է այդ անապատում, որտեղ դեգերում է։ Բայց սա նաև Ռուսաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության խոշորագույն տապալումներից է։ Որովհետև այդ Ռուսաստանի իշխանությունները մեկը մյուսին փոխարինելով անդադար Հայաստանում անցկացնում են մի գիծ։ Փողի մարդկանց վերցնում են, դարձնում իրենց գործընկեր, որպես կանոն մաֆիոզների, որպես կանոն հանցագործների, եւ նրանց կարգում են Հայաստանի ղեկավար։ Հետո մեկ էլ պարզում են, որ այդ իրենց մարդը, որը իրենց հետ գործի մեջ էր, ուրեմն իրենց հետ բիզնեսով էր զբաղված, թե ինչ էր անում, բացում է բացի բիզնես ընկեր լինելուց իրենց հետ, նաև խորը գործընկերը իրենց քաղաքական հակառակորդների հետ, աշխարհաքաղաքական հակառակորդ, Միացյալ Նահանգների հետ, եվրոպացիների հետ, այսպես դա եւ սկսում է Հայաստանին այսպես բաներ հնչել, այսինքն անվստահություն, մենք չենք վստահում ձեզ, դուք չեք վստահում ձեր դրածոներին, բարի եղեք ձեր բարեկամության հարցերը լուծեք դրանց հետ։ Մենք երբ որ ապստամբում ենք ձեր դրածոների դեմ, դուք գնդակահարում եք մեզ այդ դրածոների ձեռքերով։ Իսկ հետո ասում եք, այդ ձեր երկրի այսինչ կառավարիչը վաճառվեց այսինչ երկրին։ Չվաճառվեց։ Դուք ի սկզբանե վաճառքի հանած ապրանք եք վերցրել։ Եթե մենք այսպես խոսենք Ռուսաստանի դեսպանի հետ, նա կիմանա ինչից ինչ խոսի։ Մենք այսպես չենք խոսում նրա հետ, մենք նրան գցնում ենք ինչպես հզոր երկրի, ճիշտ է, հիմա այսպես է, քանի որ մեր հատկապես լրատվամիջոցների մի զգալի մասը ֆինանսավորվում է, ուրեմն Ռուսաստանի հակառակորդ, ուրեմն պետությունների կողմից, ապա մենք շատ անգամ հարձակվում ենք Ռուսաստանի վրա եւ շատ ավելի քիչ հարձակումներ եմ տեսնում, ասենք թե Միացյալ Նահանգների վրա։ Բաց է, Միացյալ Նահանգները ավելի հարուստ երկիր են, քան թե Ռուսաստանը, եթե հակառակը լիներ, հակառակը կլիներ այստեղ։ Հիմա, բայց եթե սկսեցինք խոսել այդ խոսելու ձևերից, ուրեմն վերջի ժամանակներս եւս մի հարց քննարկվեց, այդ անվստահության ակնհայտ դրսևորում։ Երբ որ Հայաստանին արգելեցին պայմանագրով, որ մենք որևէ երկրի հետ ռազմական համաձայնությամբ նրա ստորաբաժանումները, կառուցվածքները եւ այլը տեղակայեն Հայաստանում։ Եվ պատկերացրեք, հայ ժողովրդին մինչ այդ ասված էր, որ եթե Ռուսաստանը մեզ որևէ բան է առաջարկում, որտեղ մեզ ասելով սենց էլի առևտրական Ռուսաստանը առաջարկում է առևտրական Հայաստանին։ Թյուրիմացաբար դրանք կոչվում են երկրների ղեկավարներ, քաղաքական ուժեր եւ այլը, մի խոսքով երկու առևտրական։ Եկեք այսպես, քանի որ դա մեզ համար կենսական հարց է, մեր ժողովրդի անվտանգության հարց է։ Մենք տեսանք ինչ կատարվեց Սաֆարովի հետ եւ այլը։ Հիմա մեզ համար պետք է մեր ռազմական անվտանգությունը ապահովող խորը երաշխիք։ Այդ երաշխիքը կարող է լինել միջուկային զենքը։ Եվ առաջարկվեց, եթե Ռուսաստանը մեզնից բան է պահանջում, նրան հանդիպակաց այսպես պահանջ ներկայացնենք։ Այստեղ տեղակայել բարձր ճշգրտության եւ բարձր հեռահարության, որտեղ Պակիստանից էր մենք ունենք, ուրեմն եւ Թուրքիայի խելագարությունը նորից հաստատվում է, որ այդ երկիրը բացարձակ արտաքին կառավարման մի համակարգ է, մեզնից ավելի վատ վիճակում գտնվող եւ ամեն վարքյան կարող է օգտագործվի եւ մեր դեմ։ Եվ այս իրավիճակում մենք պետք է ունենանք հստակ երաշխիք անվտանգության։ Էլի ոչ մի բառ,
Ռուսաստանը մեզնից պահանջում է այս ինչ որոշումը կայացրեք, մեկը չկա Հայաստանում այդ հարցը բարձրացնի։ Քաղաքական ուժերը չեն բարձրացնելու։ Պետական այրերը չեն բարձրացնելու։ Նրանք բոլորը առևտրական հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Բայց հասարակությունը, լրագրողները այստեղ նստած հարցեր են տալի կարևորագույն բաների մասին։ Ուրեմն ով գրպանից կհանի 5 կոպեկը, Պողոսը Պետրոսի, թե Պետրոսը Պողոսի։ Մեկ ոչ կարևոր հարցերին։ Դպրոցը վերջը ֆունդամենտալ հարցը մեր ապագայի բաց է մնալու, թե փակ է մնալու, եւ կամ միջուկային զենքը մեր անվտանգության երաշխիքը տեղադրվելու է, թե չի տեղադրվելու։ Եկեք սենց երկրորդական հարցերից էլ մեկ-մեկ խոսենք։ Ուրեմն երիտասարդ գործիչ է Բիձինա Իվանիշվիլին, քաղաքականության մեջ նոր է, դեղնակտուց է, կարող է տարբեր հայտարարություններ անել, կամաց կսովորի, խնդիր չկա։ Այստեղ ասենք թե այդպիսի ծայրահեղ հայտարարություններով մենք տեսել ենք Զվիատ Գամսախուրդիային, որին հետո ստիպված էինք ուրեմն ապահովել նրա անվտանգությունը, նրա կյանքը, նրա երկրի անվտանգությունը, այդ ամբողջ մեր Հայաստանը։ Հետո տեսել ենք Շևարդնաձեին, որը խնդրում էր, որ հայկական զորամիավորները մտնեն Վրաստան եւ ապահովեն ուրեմն Վրաստանում քաղաքացիական պատերազմի ավարտը։ Հիմա այնքան ենք ուրեմն տարվել ուրեմն իրարից գրպաններից փոխանելով, որ ամեն ինչ մոռացել ենք եւ անգամ երիտասարդ քաղաքական գործիչները պետական այրերը Վրաստանի կարող են տարբեր այսպիսի հայտարարություններ անել։ Կարծում եմ դա մեզնով է պայմանավորված, մենք էլ երբ որ մի քիչ ուշքի գանք, այդպիսի հայտարարություններ չեն լինի, այլ վրացիները ման կգան մեզ հետ այն ինչ որ պետք է եւ իրենք ման գան մեզ հետ եւ մենք իրենց հետ։ Խորը բարեկամական հարաբերություններ, որը բնորոշ է եղել հազարամյակներով մեր ժողովուրդներին, բայց հիմա չգիտես ինչ որ այսպես պահի իշխանիկներ են գալիս, պահի իրենց փոքրիկ խնդիրներով եւ անհեթեթ հայտարարություններով խանգարում այդ բարեկամությունը։ Ուրեմն Բիձինա Իվանիշվիլին դարձել է, կարգվել է Վրաստանի ուրեմն ղեկավար, որպեսզի մեղմացնի այդ հարաբերությունները, որովհետեւ Միացյալ Նահանգները ի վիճակի չեն ապահովել Վրաստանի անվտանգությունը։ Եվ ուրեմն այդ Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ հիմա պետք է կտրուկ մեղմացնել այդ հարաբերությունները, բայց ստրատեգիան Վրաստանի գործընթացների չի փոխվի արտաքին ստրատեգիա։ Ես մի բան խնդրեմ, քանի որ կարծես թե ավարտում ենք իմ անձնական խնդրանքը։ Մի քիչ այդ երկրորդական հարցերին ուշադրություն դարձեք, եթե կարելի է։ Մի քիչ դպրոցին, մի քիչ էլ մեր ուրեմն ռազմական անվտանգությանը։ Նախապես ասում թեման իրանք են որոշել, իրանք են հայտարարել։ Այո, իսկ ինչ է հայտարարել։ Դեսպանի հայտարարությունն եղել է։ Բայց որ հայտարարություն, ես ես պատմեցի, այո, դեսպանի հայտարարությունն է։ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունն է, բայց ոչ Օսկանյանի մասին։ Հա։ Դպրոցի մասին, այսինքն տնտեսության մասին։ Ուղղակի էլի հայտ իրանք թող նախապես տեղեկացնեն ինչ։ Եղավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Վերջին հայտարարությունը, վերջին